Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ պաշտպան հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Բարև ձեզ։ Պարոն Սաֆարյան, երեկվանից քննչական կոմիտեն ազգային անվտանգության ծառայությունը հատուկ լայնածավալ քննչական գործողություններ էին իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը, նրան պատկանող ընկերություններում։ Ընդդիմությունը պնդում է, որ սա բռնաճնշումներ են եւ իրավապահ համակարգը աշխատում է վարչապետի ցուցումով, հաշվի առնելով նախընտրական շրջանում վարչապետի հայտնի հայտարարությունները, որ Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը պետք է նստեն բանտ, դուք ինչպես եք կարծում, սրանք իրավապահ գործողություններ են, իրավական գործողություններ են, թե այնուամենայնիվ նաև քաղաքական ենթատեքստ ունեն։ Ճիշտն ասած չեմ պատկերացնում քաղաքական ենթատեքստ ասելով դուք ինչ ձևով եք դիմում հարցով։ Ես պիտի ասեմ, որ անգամ վարչապետի հայտարարությունները հիմնված են եղել իրավական բազում հիմնավորումների, օրենքի գերակայության հիմքով եւ ինչու՞ չէ նաեւ այն տասնյակ հարյուրավոր քրեական, տնտեսական, իրավական խախտումներ, որոնք ներկայացրել են վարչապետին որպես կառավարության ղեկավարի։ Ես չեմ կարող ասել, որ այստեղ կարող է պատահել, որ լինի անձնավորված մոտեցում, ես դա բացառում եմ 100%-ով։ Ես համոզված եմ, որ արդարադատությունը եւ արդարադատության մարմինները, իրավասու մարմինները գործել են օրենքի տառին ու ոգուն համաչափ եւ համապատասխան։ Ավելի վաղ չի արվել։ Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել։ Ես գտնում եմ, որ Ծառուկյանը այստեղ չպիտի լինի որպես մեկ ծաղկով գարուն։ Ինչ նկատել եմ ասում, ուրեմն 2018 թվականի Թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխության հաջորդող ամիսներին պիտի անպայման հետևեր այնպիսի ճչացող աղաղակող անարդարությունների, իրավական լուրջ հանցանքների, իրավական առումով լուրջ հանցանքների բացահայտում եւ արժանի պատիժ սահմանում, որը մենք գրեթե չտեսանք։ Ում նկատմամբ։ Տեսանք իհարկե, գրեթե չտեսանք, ովքեր պետությանը հասցրել են մի քանի տասնյակ միլիարդ դոլարների վնաս, ովքեր երկրում զբաղված են եղել մարդորսությամբ, ովքեր երկրում զբաղված են եղել մարդակերությամբ, կանիբալիզմով, չեմ ուրեմն ես երկնչում այս բառը կրկին անգամ վերստին անգամ եթերից շեշտելով։ Այն իրավական ուրեմն խայտարակության, այն իրավական անսահմանության, որը կարծեմ օտար բառը ավելի լավ է հնչում, այն բեսպրեդելի հետ կապված, որի մեջ հայտնվել էր եւ Հայաստանի Հանրապետության ողջ իրավական համակարգը, իրավապահ մարմինները, սկսած Հանրապետության գլխավոր դատախազությունից, ներքին ՀՀ ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայությունից, մյուս այն ժամանակ կոչում էր հատուկ քննչական ծառայություն, հիմա կոչում է հակակոռուպցիոն կոմիտե, ինչպես նաև այն քրեաօլիգարխիկ ոլորտի ներկայացուցիչները, որոնք երկիրը հասցրել են այս վիճակին։ Այսինքն կարծում եք, որ այդ 8 տարի ուշացած արդարադատությունը հիմա պիտի վերջապես իր խոսքը ասի։ Ես չի ասեի ուշացած, որովհետև աշխատանքների եւ հանցանքների ծավալը այնքան շատ է, որ պիտի ասեմ, որ այդ ամեն ինչը համակարգվել է եւ այդ ամեն ինչը վերադարձվել է եւ կարծում եմ, որ վերաբերում է հակակոռուպցիոն ուրեմն մեղադրանքներին, երկրի հանդեպ ուրեմն ցուցաբերած թալանի եւ ուրեմն յուրացման, կոռուպցիայի անսահման չափերին, որը վերաբերվում է սպանություններին, որը վերաբերվում է թողտվությանը, որը վերաբերում է անմեղ մարդկանց պատժելուն, սրանք այնքան շատ է, որ սրանք պետք է դիտել ուրեմն խումբ, սրանք տարբեր բաներ են, գալով նրան, որ վարչապետը հայտարարել է, գիտեք, կառավարության ղեկավարը այնքան փաստարկներ եւ այնքան հիմնավորումներ ու համոզված է դա, այնքան փաստարկներ ու ուրեմն հիմնավորումներ ունի, որ նա կարող է համոզված կերպով այդպիսի բան հայտարարել։ Ես ինքս էլ միշտ այն կարծիքին եմ, որ պետք է ցանկացած մարդ մեր երկրում իր կատարած հանցանքների եւ զանգցանքների համար պատասխան տա օրենքի ողջ խստությամբ, բայց ես գտնում եմ, որ սա պիտի արվի ոչ թե ուրեմն
ընտրովի կերպով, այլ սա պիտի արվի հիմք ընդունելով օրենքը, հիմք ընդունելով օրենսգրքերը տարբեր քրեական կլինի, քաղաքացիական կլինի եւ այլն։ Այնպես որ ես կարծում եմ այստեղ վարչապետը անելիք չունի, գոյությունն է մեր երկրում, սահմանադրություն գոյությունն են, դատարաններ գոյությունն են, իրավասու պետական մարմիններ եւ մենք կարող ենք նրանց հարցնել, որ արդյոք համաչափ են այս գործողությունները։ Շատ դեպքերում ասում են, որ գիտեք ինչ, իրավունք չունեն դիմակայորված անձինք մասնակցել այդ օպերատիվ գործողություններին, չգիտեմ ինչ են ասում, բռնարարքներ են ասում եւ այլն։ Ես ուզում եմ մի հատ հարցնեմ, էլի այդ լրագրողներին ասեմ, փաստաբաններին ասեմ, այն քաղաքականությամբ զբաղվող ճակերտավոր մարդկանց ասեմ, տեսնեմ այդ որ բռնարարքն է եղել, որ ի ցույց է դրվում մեր ժողովրդին։ Տեսնեմ այդ մարդկանց հանդեպ իրավապահ մարմինները ինչ բռնարարքներ, ինչ կտանքներ, ինչ կշտամբանքներ, դրանց ու ասում են կենթանիների նկատմամբ է շատ անազնիվ, երբ ինչ եք ուզում ասել, կենթանիները կներեք, բանը հասել է այնտեղ, որ ասենք կարող է մի քաղաքական ուժի, ես կարող եմ ասել քաղաքական հրոսակախմբի ղեկավար, ասի եթե վարչապետը սուտ է ասում, պիտի բերենք իմ առուծի վանդակը, իմ վանդակը եւ այն էլ կներեք առուծի վանդակ, հա, ես մի քիչ դեռ ուրեմն ավելի կիրթ կերպով եմ ասում, որտեղ մյուս բառամթերքը ինձ համար ընդունելի չի եւ հաճելի չէ։ Եվ եթե բոլորը թույլ են տալիս այդպիսի արտահայտություններ անել վարչապետի հասցեին եւ բոլոր ուրեմն ինգրեդիենտները, առերևույթ կատարած հանցանքները, Ռոբերտ Քոչարյանի մասին այլևս չեմ ասում, որտեղ նա կարող է նույնիսկ մեղադրվել մի քանի հազար հոդվածներով, օրինակ, մի քանի հազար հանցանքներով։ Ուրեմն սկսած կազմակերպված սպանություններից, սկսած բյուջեի թալանից, սկսած կաշառքից, սկսած գաղտնի կերպով մեղրի ուրեմն տարածքը դարձնել բանակցությունների առարկա ժողովրդին հերրու պահելով, սկսած պարտգույքի դիմաց խայտարակ որոշումից, սկսած 2008 թվականին երկաթուղին արտոնագրման կամ հավատարմագրային կառավարման հանձնելուց ռուսական երկաթուղային ընկերություններին եւ այլն բազմաթիվ, ասինքն ինչ է նշանակում օրինակ մենք կարող ենք տասնյակ Բա ինչու միջև հիմա պատասխանատվության չի ենթարկվել, սա թուլության մասին է իշխանության։ Ես կարծում եմ, որ մեր վարչապետի հանդուրժողականությունը եւ ներողամտությունը եւ ինչու նաեւ ծով համբերությունը չի սպառվել դեռևս, նա ժամանակ է տվել կամ փորձ է արել ամբողջովին ուսումնասիրել ողջ ուրեմն աշխատանքների ողջ ծավալը, բովանդակությունը եւ կարծում եմ նաեւ չեմ կարծում թե երբևիցե վարչապետը կարող են իրեն թույլ տա անհարկի մասնակցություն ունենալ իրավական համակարգի ներկայացուցիչների գործողություններում։ Բայց կաշկանդվածություն կա, պարոն Սաֆարյան, երբ վարչապետն ասում էր քրեա օլիգարխիկ տարերին վերացնելու ճանապարհին արտաքին, այսպես արտաքին նաև սպառնալիքների են արժանանում։ Այդ իմաստով ինչպես հասկանալ այս հայտարարությունը։ Շատ ուղիղ պիտի հասկանալ։ Իսկ ինչու միայն վարչապետի հայտարարությունից հետո մենք դա պիտի հասկանանք։ Մենք չենք տեսնում, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարությունը ինչպես է կանգնած ուժեղ Հայաստանի ղեկավարության, Հայաստան խմբակցության ղեկավարության եւ ինչու՞ չի նաեւ Բարգավաճ Հայաստան խմբակցության, ընդ որում սա երկու ղեկավարների կողմից է հորդորը երկու ղեկավարների, երկու տերությունների ղեկավարներից է գալիս, որպեսզի Հայաստանում հրահրեն անկայունություն, սոցիալական ուրեմն լուրջ ոտնձգություններ պետականությունը կործանելու ուղղությամբ։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունը մինչ այս խոչընդոտել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը եւ կամ Գագիկ Ծառուկյանը չհայտնվեն իրավապահների դիտակետում։ Ինչպես է համապետական ընտրություններից մի քանի ամիս առաջ արդեն ակնհայտ կերպով երևում էր, որ Ռուսաստանի Դաշնությունը Գագիկ Ծառուկյանի պարագայում նաեւ Բելոռուսն էլ միասին թեւոտիկունք է հանդիսացել մեր քրեա օլիգարխիկ համակարգի նախորդ հանցավոր ռեժիմը ղեկավարած շուրջ 2.5 տասնամյակ ուրեմն նրանց ներկայացուցիչների հանդեպ դրսևորել է
հովանավորչական, պրոտեկցիոնիզմի եւ այսպես ասած քաղաքական առումով իրենց հավատարմության երթուն տված մարդկանց աջակցելու քաղաքականություն, որտեղ պիտի ասեմ ակնհայտ կերպով կա երկու նպատակ. տապալել Հայաստանում օրինական ճանապարհով ընտրված իշխանությունը ժամանակից շուտ եւ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում սպասվելի հունիսի 7-ի հանրապետական ընտրություններում դեսանտ իջեցնի եւ ամբողջովին օկուպացնի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը, օրենսդիր մարմինը։ Հիմա ես կասեմ, չստացվեց ինչու համար։ Չստացվեց, որ մեր ժողովրդի մեծ մասը դրսևորեց խոհեմություն։ Մեր ժողովրդի մեծ մասը դրսևորեց պետականությանը հավատարիմ մնալու, ուրեմն վերջնական համոզմունքը, վերջնական կողմնորոշումը եւ նաեւ չստացվեց հիմնական փաստերից մեկը, միգուցե ամենակարող փաստը, որ հանրապետության կառավարությունը օրվա իշխող կառավարող քաղաքական ուժը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարողացավ կանգնել մեր պետականության պահպանման, հետագա զարգացման, համաշխարհային առաջադեմ ազգերին, համաշխարհային ընտանիքներին միաձուլվելու, ոչ թե միաձուլվելու, ինտեգրվելու ավելի առաջադիմական, ուրեմն սկզբունքների առումով։ Ես կարծում եմ, որ սա ուրեմն քննարկումից դուրս է, այն ինչ որ կանգնեց եւ արեց Նիկոլ Փաշինյանը, որ ոչ ասեց Հայաստանի Հանրապետությանը օտարերկրյա կառավարումից, ես կարծում եմ դեռ մենք սրա մասին տասնամյակներ շարունակ պիտի հիշենք, փաստեր կան, որ պիտի դուրս գան ջրերես, փաստեր կան, որ պիտի մենք մինչև վերջ ապացուցենք, բացահայտենք, պարզաբանենք, թե այդ երեք ուժերը ինչպես են մտել քաղաքական կյանքի հորձանուտ եւ դրանցից այդ երկուսը ինչ ճանապարհներով են վաստակել, չակերտավոր ասած հանցավոր ճանապարհով ունեցել մեր ժողովրդի կամ արտահայտությունը կամ մեր ժողովրդի վստահության քվեին արժանացել։ Բայց ինչու են նման անհատները, նման դերակատարները շարունակում մնալ քաղաքականության մեջ։ Տեսեք, օրենք ընդունվեց ընտրական տուրիստներ տերմիններ օգտագործում իշխող ուժը, որ այն մարդիկ, ովքեր երկար տարիներ չեն ապրել Հայաստանի Հանրապետությունում կամ վերջին 2 տարվա ընթացքում գոնե առնվազն 1 տարի չեն ապրել Հայաստանի Հանրապետությունում, այստեղ ուղիղ իրենց մաշկի վրա չեն զգում քաղաքականությունը, ներսում իրականությունը, իրավունք չունեն ընտրելու։ Հիմա այս մարդիկ նաև ինչու ոչ քաղաքական տուրիստները, ովքեր դրսից են գալիս ներմուծվում, դուք ասացիք Ռուսաստանի Դաշնությունը դեսանտ իջեցրեց։ Ինչու նման սահմանափակումներ չկան, որ նրանք էլ այդ հնարավորությունը չունենան մտնել քաղաքականություն, ու որքան էլ որ իշխող ուժը հայտարարում էր, որ Սամվել Կարապետյանը չի կարող դառնալ ոչ վարչապետ, ոչ падգամավոր, բայց այնուամենայնիվ իրենց ուժը համառորեն պնդում էր, որ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է, անգամ իրենք այդպես հունիսի 8-ին պլանավորում էին նոր կառավարության նիստ, հիմա ինչու ունենք այս իրավիճակը, երբ նման մարդիկ այնուամենայնիվ կարող են գալ, մտնել քաղաքականություն եւ իրենց մեծ նաեւ ֆինանսները օգտագործել։ Ես վերջերս կարծեմ մի քանի հեռուստաընկերություններում ունեցած իմ հարցազրույցների ժամանակ, այդ թվում նաեւ հանրային հեռուստաընկերությամբ ունեցած իմ հարցազրույցների ժամանակ ես ասել եմ, որ օգտագործվել է ավելի քան $100 միլիոն։ Եվ սեփական գրպանից թե Ռուսաստանի Դաշնությունն է նաև տրամադրել։ Ես կարծում եմ, որ սեփական գրպանից, նաև Ռուսաստանի Դաշնությունից ես չեմ կարող դրանք բաղդատել, սա իրապահ մարմինների գործն է, համենայն դեպս որ դրանք կեղտոտ գումարներ էին, դրա մեջ մտնում է եւ Ռուսաստանում ծվարած մեր քրյա օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների գումարները, դրա մեջ մտնում է Ռուսաստանի Դաշնության գումարները, դրա մեջ մտնում է այս ուժերի, այս քաղաքական հորոսակախմբերի ներկայացուցիչների ապօրինի կերպով հարստացած ճանապարհով այդ գումարները եւ այլն։ Եվ ես պիտի ասեմ հետեւյալը. ամենակարևոր նպատակը նրանց եղել է իրենց թալանածը տասնամյակներ շարունակ հեշտ ճանապարհով դիզածը պահպանելն է վրեժխնդիր կերպով։ Երկրորդը նրանք դրանով փորձ էին անում խուսափել քրեական եւ քաղաքական պատասխանատվությունից։ Տվյալ դեպքում կոնկրետ եմ ասում հանցագործությունից։ Եվ երրորդ ամենակարևորը, քանի որ նրանք
արտահայտում են օտարերկրյա քաղաքական ուժերի կամ տվյալ պետության, ես չեմ զլանում ասել Ռուսաստանի Դաշնության քաղաքական շահն ու կամքը, որպեսզի մեր երկրում հրահարեն անկայունություն, որպեսզի մեր երկրում իշխանության գլուխ գան ոչ թե մեր ժողովրդի կամարտահայտությունը ստացած, կամարտահայտության շնորհիվ վստահության քվե ձեռք բերած օրինական իշխանությունը, այլ զարտուղի ճանապարհներով, կաշառքի միջոցով, նենգասպառնալիքների միջոցով, ժամանակը գա, կարծում եմ, ավելի հանգիստ տարբեր ձևաչափերով, ես կասեմ նույնիսկ ընտրությունների օրը դիմել են ինչպիսի ստոր մեթոդների, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը չունենար այդ 50%-ը, օրինակներ կբերեք, պարոն Սաֆյան։ Համար ես ասել եմ, որ Երևանի մի քանի համայնքներում այսպես կոչված բանդիտներ կամ ինչ-որ մարդիկ, որոնց խոսքը անցնում է իրենց թաղերում, մարդկանցից վերցրել են անձնագրեր, իմանալով, որ այդ մարդիկ գնալու են քվեախցիկի մոտ, քվեաթերթիկը վերցնեն եւ տանեն, քվեարկեն նախապես իմանալով քաղաքական ուժի օրվա քաղաքացիական պայմանագրի եւ ուրեմն Նիկոլ Փաշինյանի օգտին անձնագրերը վերցեն երեկոյան վերադարձրել են։ Եվ էլի բազում ստոր բաներ, որոնց իսկ դուք դիմել եք համապատասխան մարմիններին այդ։ Ես հայտարարում եմ, համապատասխան մարմինները դա պիտի իրենց գործառույթի մեջ դարձնեն թիվ 1 նպատակը։ Թիրախային կերպով պետք է ուսումնասիրեն, պետք է խորանան դրա մեջ։ Այլ բաներ էլ կան։ Բոլորս գիտենք, որ նաև օգտագործվել է խոստումների, կողմնապահության, այո։ Հիմա տեսեք, ասում են անվճար առողջապահության, սոցիալական կենսաթոշակների 10,000 դրամի ավելացման, 3 միլիոն դրամ, որոնք ունեն բանկերում եւ պարկ, որոնք գնացել հասել են հարկադիր ծառայության մեջ եւ կալանքի տակ են, ինչ եք ասում, բա պետությունը պիտի չաշխատի։ Թե պետությունը 2026 թվականի հունվար-փետրվարից սկսած մինչև օգոստոս, մինչև Սահմանադրական դատարանի բարձր դատարանի որոշում կայացնել, պիտի տունը նստած սպասեր տեսներ ինչ պիտի լիներ, պետությունը չպիտի 8 տարի վերելակներով չզբաղվեր։ Մենք բոլորս գիտենք նախկին 8 տարիների ընթացքում քանի տասնյակ ամեղ մարդիկ են զոհվել վերելակների վթարից կամ անսարքության պատճառով։ Դրա համար ես ասում եմ մարդիկ, որոնց համար Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները եւ աճող հեղինակությունը միջազգային առումով մեր երկրի արտաքին ուրեմն բազմաթիրախային արտաքին քաղաքականությունը այս բոլորը այս մարդկանց եւ այս քաղաքական ոհմակների համար կներեք, ասպես եմ ասում, անընդունելի է։ Մեղմ եմ ասում, որովհետեւ իրենք տասնամյակներ շարունակ ձախողել են, իրենք խոցելի են քաղաքական դաշտում եւ տապալել են բոլոր ուրեմն ազգապահպան ծրագրերը։ Պարոն Սաֆարյան, ես ճիշտ հասկացա ձեր բացման խոսքից մեր հարցազրույցի առաջին հատվածից, որ դուք ակնկալում եք, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը միակը չի լինելու, դրան հետևելու են նոր աղմկահարույց ձերբակալություններ, որոնք միգուցե ինչպես Գագիկ Ծառուկյանի դեպքում շահարկվեն եւ դրանք որակվեն որպես քաղաքական հետապնդումներ, որովհետեւ երեկվանից բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ Անդրանիկ Թևանյանը, Չալաբյանը, նրանք քրեակատարողական հիմնարկներից են խոսում այն մասին, որ ընդդիմադիրները ճնշված են, ուժեղ Հայաստանն է հանդես եկել հայտարարությամբ, որ այս կերպ իշխանությունը փորձում է լռեցնել ընդդիմությանը։ Ինչ է կարծում նման դեպքեր կամ նման աղմկահարույց ձերբակալությունների առաջիկայում կլինեն եւ ինչու է ընդդիմությունը այս աղմուկը փորձում ստեղծել իր շուրջ, որ սրանք քաղաքական հետապնդումներ են։ Հայաստանում պաշտոնապես հայտարարում եմ, որպես հասարակական, քաղաքական, հանրային քաղաքական միավորի տնօրեն նախագահ պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալ գոյություն չունի։ Սա մեկ պաշտոնապես եմ հայտարարում։ Ընդդիմությունը Այլ մի մարդ է հայտարարում, որ 1988 թվականից դրանից էլ 3 տարի առաջ եղել է հայ քաղաքական կյանքի, հասարակական քաղաքական իրադարձությունների հորձանուտում։ Այլևս չեմ ասում, ինչպեսի դերակատարում եմ ունեցել։ Հայաստանում չի կարող լինել ապօրինի ընտրություններ։ Ավելի քան 37 տարի մասնակցելով համապետական ընտրություններին,
2018 թվից հետո առ այսօր ներառյալ հունիսի 7-ի 2026 թվականի համապետական ընտրությունները օրինակ կարող են ծառայել եւ նաեւ սիմվոլիզմի առումով Հայաստանի ուրեմն օրենսդրական ասեմ բոլոր ընտրությունների համար որպես ժողովրդավարության հենքով կայացած ընտրություններ, որտեղ հիմնական դերը խաղացել է ժողովրդի կամ արտահայտությունը։ Գալով նրան, որ այդ ուժերը ինչպիսի վայնասուն եւ աղմուկ են բարձրացնում, ես համոզված եմ, որ առիթ կլինի եւ իրավապահ մարմինները կտան նրանց պատասխանը։ Ես ինքս նրանց պատասխանը տալու իրավունք չունեմ, ինձ թույլ չեմ տա նրանց պատասխանը տալ, որովհետեւ նրանք անկղմված են ամբողջովին կոռուպցիոն գործարքների մեջ, անբարոյական գործարքների մեջ։ Դուք մոռացել եք Ռոբերտ Քոչարյանը ինչպես էր արտահայտվում օրվա վարչապետի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրինական ճանապարհով ընտրված քաղաքական ուժի հանդեպ, ասում էր, եթե մեր ձայները գողանան, մենք կդիմենք հեղափոխության։ Նախ Ռոբերտ Քոչարյանը միշտ զբաղված է եղել ձայնագողությամբ։ Նրան եթե մենք ասում ենք մարդասպան, սիրիական մարդասպան, նրան պիտի գիծ դնենք նաև ձայնագող, ժողովրդի վստահության քվեն գողացած։ Եվ երկրորդը, ես ուզում եմ նրանց ընդամենը մեկ ռետորական հարց տամ։ Իրենք մոռացել են իրենց ժամանակ ինչպես են անցկացվել ընտրությունները։ Ընտրություն բառը այստեղ կարելի է ամբողջովին հանել։ Իրենք զբաղված են եղել ուրեմն ձայների գողությամբ, կաշառքներով, քվեախցիկների գողանալով, մարդկանց գողանալով, ուրեմն տեղամասային հանձնաժողովների տարածքում ինչ ապօրինություններ ասեք անելով։ Տեսեք Հերմինե, մի փոքր բան եմ ուզում ասեմ։ Վերջերս մի ընկերոջ քրոջ հոգեհանգստի ժամանակ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ինձ ընդառաջ է գալիս Ռաֆի Հովհաննիսյանը, իհարկե դե մենք գրկախառնում ենք որպեսի մտերիմ ընկերներ, երբ որ Ռաֆին 1988 թվականին եկել է Երևան բնակվելու, ինքը 1-2 հոգի է ճանաչել, որոնցից մեկը ես եմ եղել, Ղարաբաղ կոմիտեի անդամ եմ եղել։ Հետագայում իր հայրը մեր տունը եկել է որպես պատվավոր հյուր մեր ընտանիքում եւ այլն, ես ասացի դե գիտես դու պիտի ուրեմն չնահանջեիր 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, որովհետեւ երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավետում է, որ դուք ունեք ավելի քան 33% ձայն, պիտի մինչև վերջ գնայիք, ինձ գիտես ինչ պատասխանեց։ Ասաց ես կողմնակից չեմ, ես կողմ չեմ, որ ժողովրդի արյունը թափի։ Այսինքն Հովհաննիսյանը գիտեր։ Այսինքն նրանք բոլորը գիտեին, որ ուրեմն իրադարձությունների հետագա ուժգնացումը, ահագնացումը, լարվածությունը, որ արհեստական կերպով էին իշխանությունները անում, կարող են տանել դեպի նոր մարտի, կարող են տանել դեպի նոր արյունահեղության։ Ինչ է կարծում, եթե ուժեղ Հայաստանը եւ ուրեմն Հայաստան դաշինքը եւ մյուս ինչպես է Բարգավաճ Հայաստանը ստանային անգամ 80% ձայներ։ Մի բան, որը երևակայության դաշտից եմ ասում։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները, քաղաքացիական ծառայությունները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրավապահ մարմինները կգնային այլ ճանապարհով, որ մեր ժողովրդի ուրեմն թեկուզ լիներ որոշակի ֆիզիկական դժվարություններ։ Վստահաբար ասում եմ ոչ։ Վստահաբար ասում եմ ոչ։ Մեր երկրում 1995-ից մինչև 2017 թվականը ընտրություններ չեն անցկացվել։ Վստահաբար ասում։ Բայց հիմա ինչի՞ց է դժգոհ ընդդիմությունը եւ ինչու է ուշանում այն հեղափոխությունը, որ իրենք խոստանում են։ Հերմին ջան, ես ընդդիմության հետ կապված ունեմ իմ ուրույն մոտեցումը։ Ներկա քաղաքական ուժերին, հանրային քաղաքական միավորներին ես ընդդիմություն չի անվանի, մեծ մասին։ Ինչպես կանվանեք, պարոն։ Ես կասեմ ոհմակներ, հանցախմբեր, քրեաօլիգարխիկ ուրեմն միավորումներ, որոնք ունենալով իրենց շեփորները, որոնք ունենալով իրենց խոսափողները, իրենց համարզները, վճարելով վխտում են քաղաքական դաշտում։ Այդ թվում նախկին պաշտոնյաներ, այդ թվում նախկին պետեկամուտների նախարարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, խուսափում եմ անուններ տալուց, որովհետև ժամանակը ոչ թե երկնչում եմ, այլ ժամանակը թույլ չի տալիս։ Կարծում եմ մենք նաև հարցեր կունենանք, որ դրան անդրադառնանք, կրկին ասում եմ։
եթե չլներ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրա ղեկավարի սկզբունքային վճռական անհաշտ մոտեցումը մեր երկրում ժողովրդավարության նորմերը պահպանելու ուղղությամբ, մեր պետականության պահպանման եւ հետագա զարգացման ուղղությամբ եւ ուրեմն ժողովրդի կամ արտահայտության հանդեպ ուղղված մի քանի հազար ոտնձգություններ շուտով այլ բաներ են բացվելու կոռուպցիայի եւ ուրեմն կաշառքի ուղղությամբ դրա հանդեպ անողոք պայքարը չնայած դա նաեւ ունեցավ ահագին դրսևորումներ կարծում եմ մենք այսօր կունենայինք այլ իրականություն բայց ես պիտի ասեմ որ ավելի քան 260 գործ է քննվում այսօր Հայաստանի Հանրապետության քննչական եւ իրավապահ մարմիններում եւ միտում ունի որ այդ գործերը անցնելու են 1000-յակը անպայման է լինելու դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում Բարգավաճ Հայաստանի դեպքում սահմանադրական նորմը խախտվել է նրանք իրավունք չունեին իրենց ներսում միավորելու 7 կուսակցությունների քաղաքական միավորների եւ գնալ ընտրությունների ընթառաջ որպես կուսակցություն այստեղ ակնհայտ է քրեական մոտեցումը ուժեղ Հայաստանի դեպքում ես եթե լինեի որևէ իրավասու մարմնի պատասխանատու ես չէի թողնի որպեսզի ուժեղ Հայաստանի հիշյալ անդամները մասնակցեին Հայաստանի Հանրապետության հանրապետական ընտրություններին Հայաստան դաշինքի դեպքում ես գտնում եմ որ ինչպես ասում են քրեական օրենսգիրքը նրա առաջնորդի եւ բազում անդամների համար լացում են որովհետեւ այդ դաշինքի մի քանի անդամների գործեր քրեական գտնում են հակակոռուպցիոն դատարանում եւ ես կարծում եմ վարչապետը այնքան ներողամիտ գտնվեց որ անցալով իրավապահ մարմինների եւ ուրեմն տեսնելով որ իրավապահ մարմինները ինչքան հետեւողականորեն աշխատում փորձ չարեց որպեսզի թեկուզ այլ ճանապարհով թեկուզ արտապետական ճանապարհով դադարեցնել նրանց գործունեությունը հանրապետական դրությունների դրա համար մեր ժողովուրդը շատ դեպքերում Նիկոլ Փաշինյանի ներողամտությունը, հանդուրժողականությունը, տոլերանտ լինելը, indulgent լինելը շատ դեպքերում չեն ներում եւ չեն ընդունում։ Այդ թվում նաեւ ես։ Պարոն Սաֆարյան, ամեն դեպքում Հանրապետություն կուսակցությունը դիմումով հանդես եկավ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի նրանք արգելեին ուժեղ Հայաստանի մասնակցությունը, բայց մենք տեսանք, որ ըստ էության նաեւ որոշակի օրենքի բաց կար կամ չեմ պատկերացնում ինչու կենտրոնական խորին համոզմամբ պիտի դա շուտ արվեր Ես չեմ կարող կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթների ուրեմն միգուցե վաղ կամ կաշկանդվածություն կար պարոն Սաֆարյան գործառույթների հետ կապված ունենալ մոտեցում կան գնահատական տալ, բայց ես պիտի ասեմ հետեւյալը այս ուժերը այս երկու քաղաքական ոհմակները, որոնք պիտի ներկայացուցիչներ ունենան ազգային ժողովում, սրանք ներ են թափանցել Հայաստանի Հանրապետության ազգային ժողով կոռուպցիայի, կաշառքի, զանազան խոստումների, զանազան շանտաժների ճանապարհով։ Բայց կաշկանդվածություն կար այդ upheaval-ները, այս ինչ են ժողովրդական ցնցումները, հա, այդ սոցիալական այդ վայրի վերումները շատ ծանր են նստում պետության վրա, բայց կարծում եմ ժամանակը գա ես կհորդորեմ Հայաստանի կառավարությանը եւ հատկապես կառավարության ղեկավարին, եթե երբևիցե մի անգամ փորձ արվի Հայաստանում վերստին տեղ ունենան արտահերթ ընտրություններ, հստակ կերպով ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ունենալու է նվազագույնը 70% վստահության քվե։ Բայց դա այլ խնդիր։ Որտեղից այդ համոզմունքը պարոն Սաֆարյան։ Ես միշտ էլ այդ համոզմունքը ունեմ վարչապետի հանդեպ եւ գտնում եմ, որ ինքը այն գործնեությունը, որ ծավալեց ինքը նախորդ 2 ամիսներին, դա վեր է որևէ գնահատականից։ Այդպիսի մարդկային ռեսուրսներ, այդպիսի ջանադիր աշխատանք, այդպիսի չգիտեմ, անկոտրում կամքի դրսևորում, այնպես չի, որ մենք եղել ենք пассив, ինչ են ասում, пассив դիտորդի կարգավիճակում իհարկե, բոլորս էլ մեր գործը կատարել ենք, բայց մեր գործը աննշան է եղել։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ես ինչու համար որտեղից գիտեմ, որովհետև մեր քաղաքական դաշտը, հատկապես
խորհրդարանը, որը համարվում է Հայաստան Հանրապետության բարձրագույն օրենսդրական մարմինը, պետք է իր ներսում ունենա մաքրամաքուր օրենսդիրներ։ Ժողովրդի կամքով ընտրված մաքրամաքուր սենատորներ, ասենք, երեսփոխաններ, ասենք, պատգամավորներ, ասենք եւ այլն։ Տեսեք, ինչքան տհաճ է լինում, չէ, երբ որ թեկուզ քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից կամ մյուս ուժերի ներկայացուցիչների կողմից այնպիսի արտահայտություններ են լսում ազգային ժողովում, բանակի հետ կապված, հայոց ցեղասպանության հիշատակի հետ կապված, տարբեր ուրեմն խնդիրների հետ կապված, որոնք թմբկահարում են։ Ես այն օրը պարզապես հիացա, երբ Ժաննա Անդրեասյանը տեղը դրեց Արթուր Խաչատրյանին։ Ուղղակի հիացա։ Եվ ասես դուք բարեվարկության եւ բարյացակամության կանոնները դուք պիտի սովորեք։ Դուք պատկերացնում եք դրանցից ցանկացած ելներ Ժաննա Անդրեասյանի փոխարեն կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար առնվազն մի քանի տարում կունենար մի քանի միլիոն դոլարի էժան ճանապարհով վաստակած ուրեմն եկամուտ։ Փայլուն կերպով Սահմանադրական դատարանում փայլուն կերպով իրեն դրսևորեց այն քաղաքական թիմի ներկայացուցիչները Սուրեն Գրիգորյանը եւ հատկապես Սրբուի Գալյանի մոտեցումը փաստարկված ամեն ինչ օրենքի տառով եւ նաեւ նրա հարցադրումները ուղղված մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որ կարծեք թե բարձր դատարանի ներկայացուցիչներն էլ տեսան, որ ինչպեսի պատրաստվածությամբ եւ ինչպեսի հետեւականությամբ են այդ կեղտոտ փաստերը հանել ջրիերես։ Այս ամենը թույլ է տալիս ասելու, որ մեր պետականությունը գտնվում է ամուր ձեռքերում։ Մեր պետականությունը վաղն էլ ունենալու է ավելի լուսավոր եւ ավելի հուսալի զարգացումների մի ողջ փաթեթ ու ծրագիր։ Բայց ամեն դեպքում այդ հարցից պատասխանը չստացա, պարոն Սաֆարյան, արդյոք կաշկանդվածություն եւ կամ վախ կար ուժեղ Հայաստան ուժին դուրս դնել ընտրական process-ներից հաշվի առնելով ապրիլի 1-ի Փաշինյան-Պուտին հայտնի հանդիպումը, որտեղ Վլադիմիր Պուտինը ուղիղ միջնորդեց եւ ասաց, որ թույլ տվեք իմ ուժերը մասնակցեն, ռուսամետ պրո-ռուսական ուժերը մասնակցեն։ Հիմա այս իմաստով վախ, կաշկանդվածություն կար եւ Սահմանադրական դատարանի որոշումը արդյոք օրինաչափ էր, որովհետեւ ընդդիմությունը համաձայն չէ։ Նիկոլ Փաշինյանը իր անհամաձայնությունը եւ իր սկզբունքայնությունը դրսեւորեց Ռուսաստանի Դաշնության ուրեմն մայրաքաղաքում Մոսկվայի մոտ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույն սկզբունքայնությամբ, նույն վճռականությամբ գործում էր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի մոտ Երևանում եւ պիտի ասեմ, որ ոչ մի կաշկանդվածություն չկար։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց ես կարծում եմ, որ իր վճռականության գագաթնակետը պիտի լիներ, որպեսզի ուժեղ Հայաստանին դուրս թողներ քաղաքական հետագա զարգացումներից։ Առավել եւս ես ասում եմ, ակնհայտ կերպով նշмарվում էր, որ նրանք կատարում են նրանց ղեկավարները կատարում են Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության պատվերը։ Հիմա այս ուժերը հայտարարում են, որ վերցնելու են մանդատները, Հայաստան Դաշինքը հայտարարեց, որ դա զենք է, որից հրաժարվել անպատասխանատու է, իսկ ուժեղ Հայաստանից հայտարարում են, որ դա միջոց է, որպեսզի զուգահեռ փողոցային պայքարին իրենք կարողանան հասնել արդյունքների եւ կտրեն ՔՊ-ի թևերը։ Ինչ է կարծում կստացվի։ Ես գտնում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն միաժամանակ այն պատգամավորները, որոնք մասնակցել են Հայաստան Դաշինքի ցուցակով նախընտրական քարոզչությանը եւ պիտի հիմա մաս կազմեն ազգային ժողովին, պիտի ամբողջովին բռնագանձվի շուրջ 60 ամսվա նրանց աշխատավարձը, որովհետեւ նրանք բացակայել են բազմաթիվ անգամներ անհարգելի կերպով եւ այդ ողջ գումարը պիտի մտնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սահմանված կարգով։ Ինչ է նշանակում ունենալ ժողովրդի վստահության քվեն եւ ժողովրդի վստահության քվեի վրա ծիծաղել ու ապրել սարկազմով ու հումորով եւ ձեռ առնել եւ չգնալ ազգային ժողով կատարելու իրենց օրենսդրական պարտականությունները։ Նույնը հիմա են անելու, պարոն Սաֆարյան։ Եթե հիմա չանեն, ես չգիտեմ։ Նախ ես պիտի ասեմ, ինչին է պետք ընդդիմությանը այս պատգամավորական մանդատները, երբ կա նախորդ գումարման դառը փորձը, որ ոչ մեկը չի մասնակցել աշխատանքներին։ Դա ինչին է պետք։ Եվ երկրորդը, նրանք քնում վեր էին կենում, երազում էին, որպեսզի ունենան մանդատներ,
որ նրանք չէին կարող հրաժարվել, նրանք քաղաքական դաշտում, ինչպես ասում են, այդքան քաղաքացիական համարձակություն չունեն, մնան առանց падգամավորական մանդատների։ Ուզում եք մի անգամ էլ ես, Հերմինե ջան, 2 տարուց ավելի ինձ հարցազրույց եք վերցնում, ուզում եք մի անգամ էլ ես շեղվեմ մի թեթև։ Նրանք այնքան տղամարդկային պլոջիկ չունեն, որ հրաժարվեն մանդատներից։ Ես այս բառի համար ներողություն եմ խնդրում իմ բազմահազար դիտողներից եւ իմ համախոհներից։ Նրանք չունեն դա։ Ես ավելին ասեմ, ուրեմն եթե նրանցից մեծ մասին, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամի ներկայացուցիչ, որը նաև պիտի դառնա падգամավոր, եթե նրանց մեծ մասին նույնիսկ հատկացվի տեղական ինքնակառավարման մարմնի խոշորացված համանքի ավականու անդամի կարգավիճակ, ապա նրանք չորեքթաթ կերպով սողալով կգնան նաև այդ իրավունքը ձեռք բերելու ճանապարհով։ Իմ ամբողջ խնդիրը նա է, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը լինի կառուցողական օրենսդիր մարմին, որ Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովը քննարկի եւ բարձրացնի այնպիսի հարցեր, որպեսզի մենք մեկընդմիշտ ցտեսություն ասենք կառավարության բազմաթիվ օղակների քաշքշուկների չինովնիկական մոտեցումների, ոչ մասնագիտական մոտեցումների եւ այնքան ուրեմն հստակ եւ պարզորոշ կերպով լինի կառավարության աշխատանքը, որ երբ որ ներկայացում է այդ աշխատանքի հաշվետվությունը ազգային ժողովում, ապա թափանցիկ կերպով այդ ամեն ինչը երևա։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը օգտագործեց բազմաթիվ սայդ էֆեկտներ, լրացուցիչ չէ կողմնակի էֆեկտներ, այդ թվում ուրեմն օրենսդրական եւ ոչ օրենսդրական, խորհրդարանական եւ արտախորհրդարանական, պետական եւ արտապետական, այդ թվում բեռնարգելքները, այդ թվում սպառնալիքները։ Եթե մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ դա տնտեսական միավորում է, ապա ինչու մենք պիտի գնանք քաղաքական սպառնալիքների կամ քաղաքական սահմանափակումների ճանապարհով, չէ, կարող էին, չէ, մեզ ասել, ընդհանրապես մենք հայտ չենք ներկայացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Ինչու է մեր հանդեպ կիրառվում այդպիսի սահմանափակումներ։ Եվ պիտի ասեմ, որ այո, ժամանակին այստեղ ժամանեց նախքան այդ Եվրոմիության ներկայացուցիչը, այնուհետև բարձր հանձնակատարը Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ մեր ժողովրդին եւ մեր պետությանը հասկացրեց եւ ինչպես գազի գնի հետ կապված, այնպես էլ մթերքների հետ կապված, խմիչքների հետ կապված, բազմաթիվ ապրանքների նոր շուկաների որոնման հետ կապված, այո, այստեղ կան խնդիրներ։ Հատկապես մեր օրենսդրությունը պետք է համապատասխանեցնի Եվրամիության օրենսդրությանը տնտեսական առումով եւ ինչու՞ չի նաեւ ապրանքների սերտիֆիկացումը, հավաստագրումը, ապրանքների որակը, այս ամենը կա, բայց անընդհատ ժողովրդին սպառնալ, որ պիտի Իրանից ներկրվող կամ Իրանից մուտք գործող գազի խողովակի տրամաչափը նեղ է, կամ չգիտեմ, մենք առանց գազի ինչ պետք է անենք, կամ Ռուսաստանը եթե մեր մթերքները չընդունի եւ այլ, սա անթույլատրելի, սա նշանակում է սեփական ժողովրդին միշտ պահել ահի եւ սարսափի մեջ։ Գալով ուրեմն Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդամենը մի քանի նախադասությամբ ասեմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը սպասվել էր իմ համար վաղուց։ Սահմանադրական դատարանում կան շատ բարձր դատավորներ, նախկինի պես չեն։ Սահմանադրական դատարանի նախագահը աչքի է ընկնում իր առաքինությամբ, իր բարձր գիտական, ինտելեկտուալ, իրավական գիտելիքներով, ինչպես նաև մյուս բոլոր անդամները, Սահմանադրական դատարանի որոշումը սպասվել էր օրինաչափության, սահմանադրության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ժողովրդի կամ արտահայտությունը արտահայտելու բոլոր սկզբունքներով։ Մեկ նախադասություն եւս պիտի ասեմ, մի քանի օր առաջ էլ, կարծեմ երեկ էր, նախկին Սահմանադրական դատարանի նախկին նախագահներից, նախկին անդամներից մեկը ասում է, այս Սահմանադրական դատարանը պիտի խամաճիկ կերպով դակեր օրվա կառավարությանը քիմքին հաջող որոշում։ Եվ գիտեք ով է եղել հեղինակը Կիմ Բալայանը։ Ես իրեն մի անգամ ասել եմ, որ քիմերի մեջ, անունների մեջ իմ համար ամենաբարոյական մարդը Քիմ Քարդաշյանն է։ Եվ իրեն եմ ասել, ասի քեզ ճանաչելով հանդերձ եմ ես սա ասում, որ ահա այսպիսի մարդիկ, որոնք խլուրդների նման,
որոնք ուրեմն լվերի նման, որոնք ոչիլների նման եղել են սահմանադրական դատարանում, նրանց համար հաճելի չի այսպիսի որոշում տեսնելը։ Նորից եմ կրկնում 49.9% կամ 50% ունենալ ժողովրդի կամ արտահայտություն, որը նաև դոնթի բանաձևով դառնում է ավելի քան 60%, սա թույլ է տալիս ասելու, որ քաղաքակիրթ ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում այլևս մեր իրականության մեջ մեր ժողովրդի համար դառնալու են անպակաս։ Այստեղ մի հանգամանք էլ կա, քանի որ այլ քաղաքակիրթ երկրներում չի կարող լինել 70-75% ժողովրդի կամ արտահայտության վստահության քվեով ընտրված կառավարություն, բայց ես պիտի ասեմ, որ շատ դեպքերում ես վիրավորված եմ մեր ժողովրդից, շատ-շատերից, որը դրսևորեց վարչապետի հանդեպ երախտամոռության եւ ուրեմն ոչ շնորհակալ վերաբերմունք, միգուցե դա կարող ենք բացատրել նաեւ շատ մարդկանց ոչ ճիշտ աշխատանքից, նաեւ ոչ հստակ կամ ոչ ավելի ինտենսիվ քարոզչական աշխատանքի արդյունքում, բայց ես համոզված կերպով ասում եմ, կգա պահը, որ վարչապետը ինքն էլ հոժար կամքով կգնա արտահերթ ընտրությունների եւ այդ ժամանակ հստակ կերպով, ինչպես ռուսներն են ասում, գծե զիմույթ ռակի, հստակ կերպով մենք կտեսնենք, որ մեր ժողովուրդը անպայման կանգնելու է մեր պետականության պահպանման, զարգացման եւ հետագա հզորացման ճանապարհին։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս պատմաբան Գագիկ Սաֆարյանն էր, կհանդիպենք։